Թե փոքր-ինչ վերլուծենք, թե ինչ նպատակներ է հետապնդում Ալիևը, կարող ենք ասել հետևյալը, որ մի կողմից փաստորեն փորձում է մեր Արցախի ղեկավարների միջոցով ճնշում գործադրել եւ Հայաստանի վրա եւ աշխարհում Հայաստանը ներկայացնել իբրև օկուպացիա իրականացրած օկուպանտ երկիր, հա, որովհետեւ մենք տեսնում ենք ինչպես է նա մեր ռազմաքաղաքական ղեկավարներին ներկայացնում որպես ռազմական հանցագործներ եւ մյուս կողմից արդեն մենք քանիցս տեղեկատվություն ենք ստացել, որ Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ են մեր հայրենակիցները պահվում բանտում։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել Դավիթ Իշխանյանի օրերս արած ձայնային այսպես հաղորդագրություն էր տարածել, որտեղ հստակ նա ասում էր, որ դեռ 24 թվականին ադրբեջանցի մի պաշտոնյա իրենց շատ պարզ ասել է, դուք այստեղ կմնաք այնքան ժամանակ, քանի դեռ դա կցանկանա, դա կուզի Նիկոլ Փաշինյանը։ Եվ ուրեմն հիմա ես ուզում եմ հետևյալ հարցը ձեզ ուղղել, պարոն Գրիգորյան, տեղեկացանք, որ Սլովակիայի ազգային խորհրդի նախագահը, նախկին վարչապետը, ազգային խորհրդի նախկին նախագահը շատ կարևոր կոչով են հանդես եկել ուղղված Սլովակիայի նախագահին եւ կոչը հետեւյալում է, որ պաշտպանեն Ադրբեջանի բանտերում պահվող հայ ռազմագերիներին եւ նպաստեն նրանց վերադարձի այդ հարցին։ Ես կուզեմ իմանալ ձեզանից փոքր-ինչ ավելի տեղեկատվություն, թե ինչ հիմքով է արվում այս հայտարարությունը, թերևս վերջին այցի ընթացքում, հա, Սլովակիա, Ադրբեջան ակտիվացած այս հարաբերությունների ֆոնին է նման հայտարարություն հնչել, կոչ հնչել, եւ արդյոք դա կունենա իր դրական արդյունքը։ Խնդրեմ, լսում ենք ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալություն հարցադրման համար, չափիզուս կարևոր է եւ պետք է ասեմ, որ մեր հայ ազգի բարեկամները զարմացած են, որ ոչ միայն Հայաստանի ղեկավարությունը չի նետվում ազատելու իր ազգային հերոսներին, այլև Հայաստանի հասարակությունը ասես զբաղված է ծիրանի արտահանումով եւ այլ ճղճեմ խնդիրներով, իսկ այնպիսի մեծություններ, ինչպիսին Բակո Սահակյանն են եւ մնացյալը, թարապում են թուրք-ազերական բանտ, իսկ թուրք-ազերական բանտ բոլորս հասկանում ենք, չէ ինչ է։ Այդ առումով ես շատ բարձր եմ գնահատում իմ գործընկերների կոչը եւ ցավոք պետք է երկու բառ ասեմ իմ բարեկամ Սլովակիայի սրվա նախագահ Պետր Պելեգրինի հասցեին, որի հետ երբ որ ինքը տարիներ առաջ բարձրագույն դպրոցի նախարար էր, ես հատուկ հանդիպում ունեցա եւ խնդրեցի, որ պարոն Պելեգրինի, խնդրում եմ, բոլորդ գիտեք, բոլորդ կարդում եք Ուիլյամ Սարոյանի, այ մեծագույն հանճարեղ գրողին, ոմանք դա անվանում են 20-րդ դարի մեծագույն գրող, ոմանք դա անվանում են պատմության մեջ մեծագույն գրող, սլովակները, նշանավոր սլովակներ։ Խնդրում եմ, եկեք մտցնենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ու կերացնում եք Պելեգրինին ասած հաճիկով։ Մենք բոլորս գիտենք ինչ է Ուիլյամ Սարոյան։ Եվ այդ նույն Պելեգրինին այցելում է օրերս առաջ Արցախ եւ հայտարարում, որ ինչ լավ է օկուպացիայից ազատվեց այս հողակտորը, հիմնում է Սլովակիայի ազգային հերոս ամենանշանավոր նոթից մեկի անունով Իվան Ռոստիսլավ Շտեֆանիկի անունով դպրոց Ադամում, որը հայ ազգի բարեկամների մոտ բողոքի բավականին լուրջ ձայն բարձրացրեց ու այս նամակը պատրաստեցինք, ավելին ասեմ, ես խնդրել եմ հանդիպել Պելեգրինի հետ, հանդիպելու ենք եւ դնելու ենք ամենացավալի հարցը բոլորիս համար այս պահին կապված Արցախի հետ 8 ազգային հերոսների ազատազրկումը լրիվ անօրինական եւ դաժան պայմաններով։ Մենք շատ վատ ենք զգում մեզ։ Պետք է ասեմ, որ ես շատ ուրախացա, նույնիսկ տարածեցի իմ գործընկերների մեջ, որ ամերիկյան հայ համանքի մեկոբիստների շնորհիվ նաեւ Միացյալ Նահանգներում զուգահեռ բանաձև է ընդունվել եւ հիմա բոլորս միասին պետք է կենտրոնացնենք մեր ուժերը, որպեսզի օր շուտ ազատենք մեր հերոսներին, բայց սիրելի Արմինե, ամբողջ դժբախտությունը նրանումն է,
որ երբ որ 2024-ին ես Մոսկվայում այդ հարցով քննարկումների գնացի, բարձրագույն մակարդակի վրա բարձրագույն ինձ ասեցին, նո մարդ, որը Պուտինի հետ է շփվում, նախագահ Պուտինի։ Ինձ ասեցին, որ իսկ դու գիտես, որ մայիսին, երբ որ այց ուներ Ալիևը, վերջին այցը հանդիպումը Պուտինի հետ, մի շարք խնդրանքներ էր ներկայացրել, որը հարկել էր Ռուսաստանի նախագահը, եւ իրեն դիմել էր ոչ թե խնդրանքով, այլ խիստ դիտողությամբ։ Երկու հարց։ Առաջինը, չփորձես հանկարծ հարձակվել Հայաստանի վրա։ Ալիևն ասել էր, լսում եմ շեֆ։ Հարց երկրորդ, կգնաս եւ ազատ կարձակես անօրինակ ապահով այդ ազգային հերոսներին։ Դրանցից մի մասը շատ լուրջ կապի մեջ է եղել նախագահ Պուտինի հետ։ Հասկանում եք։ Այդտեղ Ալիևը ասել էր կներեք, այդա չեմ կարող անել, այդ հարցով դիմեք Փաշինյանին։ Քանզի Փաշինյանը խիստ խնդրանքով է հանդես եկել, հանկարծ իրեն չազատել, իսկ դիմացը ինչ մենք խնդրել ենք նա արել է։ Ես հիմա չեմ կարող լինել դրժել իմ խոստումը Փաշինյանին, ինքը կատարել է բոլոր իմ խնդրանքները եւ այդ հարցում խնդրում եմ ըմբռնումով մոտենալ։ Բնական է, որ այս պայմաններում, երբ որ Փաշինյանն է համարարչի ճշնամին եւ Արցախի եւ իհարկե Արցախի հերոս ղեկավարության, մենք Բակո Սահակյանի հետ այ Ֆրանտիշեկ Տիկլոշկոն ինչ է իրեն այդպես պատռում։ Բակո Սահակյանը գիտեք ինչ մակարդակի վրա է ընդունել, երբ որ ես Ֆրանտիշեկ Տիկլոշկոն առաջին անգամ 2015 տարի ազգային ժողովի ընտրություններին որպես պատգամավոր Սլովակիայի կողմից, ինչ մակարդակի վրա ընդունեց մեզ, կյանքում չենք մոռանա։ Բակո Սահակյանը շատ բարձր գնահատեց մեր այցը, բայց պետք է ասեմ ավելի բարձր գնահատեց Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը միջազգային հետախուզում հայտարարեց Ֆրանտիշեկ Տիկլոշկոյի նկատմամբ, որը այն ժամանակ պարլամենտի պատգամավոր էր Սլովակիայի, հիմա էլ է Սլովակիայի պարլամենտում եւ մեծ դժվարությամբ մենք կարողացանք հասնել նրան, որ Միկլոշկոին չձերբակալ են Եվրոմիության երկրներում, բայց Միկլոշկոն արդեն վախ ունի Եվրոմիությունից դուրս գալու։ Մենք շատ լուրջ գործ արեցինք Ինտերպոլի հետ, շատ։ Մենք հասանք նրան, որ Ինտերպոլը ընդունեց կետ, այլևս Ադրբեջանի կողմից հայտարարված հետախուզությունները ինքը չի ընդունելու հիմք առանց Հայաստանին հարցնելու։ Եվ Զորի Բալայանի նկատմամբ էր տված, եթե հիշում եք, Ֆրանտիշեկ Տիկլոշկոյի, մենք կարողացանք հանել այդ հետախուզումը Ֆրանտիշեկ Տիկլոշկոյի վրայից, բայց Ֆրանտիշեկ Տիկլոշկոն մինչև կյանքի վերջը երկու բան չի մոռանա. իր աննման հանդիպումը Բակո Սահակյանի հետ, որ եղբայրացան նրանք, եւ իր աննման բացասական առումով շփումը Իլհամ Ալիևի հետ։ Հիմա մենք պատրաստ ենք մինչև վերջ գնալու եւ կգնանք։